Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված արցախցիների տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել եւ դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաեւ հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է։ Իրեն ատողների կայուն բանակ է ձևավորել եւ դա հղի է վտանգներով։ Թերթի աղբյուրն ասել է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական քարոզարշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել եւ իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։ Նա այնքան շատ մարդու է անպատվել ու վարկաբեկել, մասնավորապես Արցախից բռնի տեղահանվածների հասցեին է գրեհիկ խոսել, նրանց հետ հրապարակային կոնֆլիկտներ հրահրել։ Բղավել, ինչու դու չես զոհվել, որ ենթադրում է այդ օրը ամբողից կարող են մի երկու քար նետել իր ուղղությամբ։ Ուստի խստիվ հրահանգել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին եւ ԱԱՑ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կայուն անվտանգություն ապահովելու համար։ Թերթը տեղեկացել է, որ նախապես կազմում են ստուգված, հավատարիմ ու վստահելի մարդկանցից կազմված ցուցակ, որոնք կկարողանան մոտենալ Փաշինյանին եւ հարցեր տալ կամ զրուցել, վարչապետի եւ բնակչության միջև բաց շփման պատրանք ստեղծելու համար։ Հրահանգվել է նաեւ ամեն ինչ անել, որ ագրեսիվ քաղաքացիների մուտքը բացառվի տարածքում։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից։ 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը։ Բարի բուն իմաստով սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։ Նախորդին Արարատի մարզի Սուրենավան համայնքում Փաշինյանի այցից առաջ մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով անվտանգային միջոցառումներից զատ սա նաև հոգեբանական ներգործության խնդիր է լուծում։ Փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի Փաշինյանի քարոզարշավը հարամել։ Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ։ Միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախորդին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել։ Փաշինյանի ձայնը բավականին վատ էր լսվում։ Երբեմնի ժող վարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք որպես կանոն սկանդալներով են ավարտվում։ Փաստի տեղեկություններով իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը, քանի որ արդեն ամենօրյա ռեժիմով պարտավոր են արագի մեջ քրեական գործեր հորինել, վարույթներ նախաձեռնել։ Մեծ մասն արդեն բառից բուն իմաստով զզվել է այս վիճակից, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կարող է իր հավաքին ընդդիմադիրների դեմ մի բան հայտարարել, որին իրենք պետք է միս ու այրուն տան։ Մյուս կողմից արժանապատվություն ունեցող իրավապահները վիրավորվում են ամբողջ համակարգն այս կարգի վարկաբեկելուց։ Եվ վերջո հանրության շրջանում ոչ անհիմն տպավորություն կա, որ կամ իրավապահները տեղյակ չեն եղել տարիներ առաջ առերևույթ կատարված այս կամ այն հանցագործություններից, կամ տեղյակ են եղել, բայց ոչինչ չեն արել, մինչև սկսվի նախընտրական քարոզչությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իբր դիվիդենտներ շահի, կամ էլ պարզապես գործեր են կարում, ինչը իրավաբանական հանրույթի մեծ մասի համոզմամբ ամենահավանականն է։ Սակայն որ տարբերակն էլ լինի, արդյունքը մեկն է։ Իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով։ Հրապարակը գրում է. Առողջապահության նախարար ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել։ Երբ պետք է երգում է, երբ պետք է պարում է։ Անխտիր համանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն սպառնալիքները։ Փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։ Նա լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին, ոմանց կենթանի մնալու հրաշքից զարմացած։ Թերթի իշխանական աղբյուրն ասել է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում։ Պարզվում է, նա մեծ ախորժակ ունի եւ ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։ Նրա մտերիմները պատմում են, որ Ավանեսյանը համարում է, թե ինքն այնպես է ծառայել, որ լիովին վաստակել է նախարարից ավելի բարձր ստատուս ունենալու պատիվը։ Հրապարակը գրում է. ՔՊ-ն վարձկանների միջոցով է իր քարոզչությունն իրականացնում։ 200-ից 250 հազար դրամով կամավորներ են վարձել, որոնք դռնեդուռ ընկած ՔՊ-ի բուկլետներն են բաժանում։ Բայց մեկ միավոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարավորինս շատ աշխատեցնել։ Միայն քարոզչությամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղվում, այլ նաև մասնակցում են Փաշինյանի երևանյան քարոզարշավներին։ Մասովկա են ապահովում։ Փաստորեն ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդությանը։ Առանց այն էլ հեշտ գործ չէ ՔՊ մերժող Երևանում ՔՊ-ի բուկլետը բաժանելը։ Շատերը վռնդում են, կոպտում, նրանց նույնացնելով Փաշինյանի հետ։
Փաստը գրում է. Հայաստանում վերջին տարիներին այսպես կոչված արևմտամետ լինելը մի տեսակ մոդհեյք է դարձել։ Իհարկե նախկինում էլ կային այդպիսի քաղաքական միավորներ ու եվրոգրանտային հկներ, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո այդ միավորներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Չնայած անցած ընտրությունները ցույց են տալիս, որ հանրային աջակցությունն այդպես էլ չեն վայելում։ Առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ին կարելի է դասել ծայրահեղ արևմտամետների շարքին։ Դրանցից մեկը շնորհապետական կուսակցությունն է, որը ինչպես նշված է Վիկիպեդիայի էջում, հանդիս է գալիս երկրում ռուսական ազդեցության վերացման օգտին եւ աջակցում է Հայաստանի դուրս գալուն Ռուսաստանի գլխավորած բոլոր կազմակերպություններից, այդ թվում ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Ավելին, այդ կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ էր արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը։ Այսինքն այս քաղաքական ուժը ամուր կանգնած է արևմտամետության գծի վրա։ Արտակուստ արտառոց բան չկա, դա էլ այդ կուսակցության մոտեցումն է, ինչպես նման այլ ուժերինը։ Սակայն հետաքրքիր է, որ հակառուսական տրամադրություններ եւ արևմտյան քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի ղեկավարը աշխատել ու աշխատում է ռուսական բուհերում։ Սիմոնյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016-ից 2018 թվականներին դասախոսել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թվականից ցայսօր հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում։ Ճիշտ է, վերջերս լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ՀՌՀ-ից ասել էին, որ նա համալսարանի հիմնական դասախոս չէ, ներգրավվել էր ժամանակավորապես մեկ անգամյա պայմանագրով, պայմանագիրը ավարտվել է եւ հետագա ներգրավումը չի նախատեսվում, սակայն Սիմոնյանի կենսագրության մեջ շեշտվում է 2015 թվականից ցայսօր ձևակերպումը։ Իդեպ անկարևոր չէ նշել, որ այդ համալսարանի ֆինանսավորման մոտավորապես 30%-ը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեից։